Արցախի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ իրենց օրը նշում են Երևանում։ Տոնական տրամադրությունն ամբողջացնում է դասական երաժշտությունը։ Ուսանողական կյանքին ավելի հետաքրքրություն է մտցնում ու միայն չենք սահմանափակվում սովորելով։ Շատ կարևոր են այսպիսի միջոցառումները։ Անձամբ ես շատ հնարավորություններ չեմ ունեցել մասնակցել այսպիսի կամ ներկա լինել։ Շատ կարևոր այսպիսի մշակութային կամ դաստիարակչական նշանակություն է, որովհետև սրանցով պահպանում է մեր ազգային ինքնուրույնությունը, ինքնորոշումը։ Արամ Խաչատրյան համերգասրահում հենց աշխարհառչակ կոմպոզիտորի գլուխգործոցներն են հնչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ։ Սպարտակ բալետի սյուիտներից մինչև ջութակի կոնցերտ։ Դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է։ Դաստիարակչական էլ իհարկե ունի, չի ասի շատերն են սիրում, բայց կա հաստատ մի մեծամասնություն, կոնկրետ մեր շրջապատում, որ սիրում է դասական երաժշտություն։ Դասական երաժշտությունը միշտ անհրաժեշտ է, մանավանդ մեր պայմաններում, երբ երաժշտության բազմաթիվ մուտացիաներ են տեղի ունեցել, ամեն դեպքում այսպիսի միջոցառումները ողջունելի են։ Շատ հաճելի է լսել դասական երաժշտություն։ Միանշանակ ողջունելի է, որ հանրապետական կուսակցությունը նմանատիպ միջոցառում է կազմակերպել երիտասարդության համար ու չգիտեմ, երիտասարդության օրը հիանալի տարբերակով նշվում է։ Դասական համերգը ինքնին ասում է, որ երիտասարդությունը հնարավորություն ունի դասական արժեքների շուրջ համախմբվելու այսօր։ Համերգը կազմակերպել են Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Բանիմաց կիրթ ու բարձր արժեքներով առաջնորդող ուսանողներն են մեր երկրի ապագան, համոզված են կազմակերպիչները։ Մենք ունենք այնպիսի երիտասարդություն եւ ուսանողություն, որ այո, սիրում է նաեւ դասական երաժշտություն եւ ասեմ ձեզ ոչ մի ձևով չէր տարբերվում այն մնացած համերգներից, երիտասարդները նույն խանդավառությամբ փորձում էին մասնակիցը դառնալ այս միջոցառման։ Այս համերգը երրորդն է ՀՀԿ երիտթևի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած համերգաշարում, նվիրված երիտասարդության համաշխարհային եւ ուսանողության միջազգային օրերին։ Իրենք հասկանան, որ սա տոն է իրենց համար եւ կտրվեն բոլոր հոգսերից, ուղղակի հանգստանան, ուրախանան եւ վայելեն իրենց ուսանողության տոնը։ Տոնական համերգաշարը կեզրափակվի նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հեղինակային երգի երեկոյով։ Սակայն սա միայն այս ծրագրի ավարտն է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը խոստանում է մշտապես աջակցել ուսանողներին, նրանց ներուժն ու կարողությունները ներդնելով բազմաթիվ խնդիրների լուծման գործում։ Արկադի Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, ժամանակ լրատվական։